Տարին ամփոփում ենք հաղթանակներով, այսպես կարող եմ ասել, կարևորագույն ձեռքբերումը 3 Հայաստանի Հանրապետության կառավարությունում վարչապետի մոտ քննարկված եւ վարչապետի կողմից ընդունված հնգամյա ռազմավարական ծրագիրն է 2026-2030 թվականների գործողությունների պլանը հաստատվեց եւ մենք շատ ուրախ ենք այս փաստի կապակցությամբ էկոնոմիկայի նախարարն էր ներկային կառավարության անդամներ, փոխվարչապետներ ներկա, ազգային ժողովի պատգամավորներ, բավական թեժ քննարկում տեղի ունեցավ։ Փաստաթղթի վրա մենք աշխատել էինք մոտ 1 տարի եւ 3 այն ընդունվեց, սա համարում եմ տարվա լավագույն օրենսդրական աշխատանքը, ինչպես նաեւ մենք 4 ենթաօրենսդրական ակտեր ենք ներկայացրել կառավարություն, 2-ը ընդունվել է, 2-ը ընդունման փուլում է, հուսով ենք մինչեւ տարեվերջ այդ ենթաօրենսդրական ակտերն էլ կընդունվեն եւ օրենսդրական առումով կարծում եմ սա հաղթանակների տարի է, որովհետեւ ռազմավարական փաստաթուղթ ունենալը ցանկացած ոլորտի համար դա անձից կախված չլինելու, մեկ անձի որոշումներով չառաջնորդվելու գրավականն է։ Կարծում եմ, որ սա հիմնակարային հիմնասյուն կարող է հանդիսանալ հաջորդ 5 տարիների զբոսաշրջության զարգացման համար։ Ինչպես նաև կուզենամ ընդգծել եւս 2 կարևոր ձեռքբերում։ Առաջին հերթին դա զբոսաշրջիկների ռեկորդային թիվն է մեր երկրում 6 ամիսների ընթացքում սկսած մայիս ամսից մենք ունեցել ենք պատմական ռեկորդ հիմա ձեռքիս տակ է նոյեմբերի թվերը եւ համեմատ 2019 թվականի նոյեմբերի այցելությունների թիվը աճել է 26%-ով, իսկ անցած տարվա համեմատ, որը նույնպես վատ ցուցանիշ չի եղել, 15.4%-ով, համարյա 15.5% աճ ենք գրանցել եւ ընդհանուր աճը համեմատականը հունվար նոյեմբերի վերջին օրով նախորդ տարվա համեմատ կազմել է 2%։ Հաշվի առնելով, որ այս տարվա ընթացքում մայիսին ունեցանք տարածաշրջանում մեկ շաբաթյա պատերազմ, ինչը իրականում բացասական ազդեց զբոսաշրջության վրա այդ ամիսներին, բայց տարին ամփոփում ենք այսպես պատմական ռեկորդներով եւ եւս մեկ հաճելի եւ կարեւոր նորություն այս տարի զբոսաշրջության կոմիտեն տարբեր միջազգային հարթակներում Հայաստանը արժանացել է 3 մրցանակի։ Բեռլինում մենք արժանացանք լավագույն արկածային ուղղություն 2025 մրցանակին, Wonderlust ամսագիրը Հայաստանը ճանաչեց այս տարվա 10 լավագույն զբոսաշրջային ուղղություններից մեկը եւ ամենակարևոր մեր ձեռքբերումը այս տարի իտալական Զարդինիա քաղաքում տեղի ունեցավ World Travel Award-ը, որը ոլորտի Օսկարն է, այսպես ասած, հենց այդպես էլ ասում են, Հայաստանը արժանացավ լավագույն պատմամշակութային ուղղություն մրցանակին եւ այդ մրցանակը, այդ award-ը հիմա գտնվում է Լոնդոնում եւ մենք սպասում ենք մրցանակի առաքմանը։ Շատ կարեւոր ձեռքբերումներ են մեզ համար։ Կարծում ենք 2025-ը ձեռքբերումների տարի է բոլոր առումներով։